Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Ձեզանից յուրաքանչյուրին այս օրերին մեզ աջակցելու, մեր կողքին կանգնելու, մեզ ուժ տալու համար։ Շնորհակալ ենք ձեզանից յուրաքանչյուրին, ձեր համառության, ձեր պայքարի ու ձեր տեսակի համար։ Սիրելի հայրենակիցներ, ձեր պայքարը, շատ հաճախ ազնազո պայքարը, զրկանքների գնով պայքարը մեզանից որևէ մեկին իշխանություն բերելու համար չէ։ Դուք ձեր պայքարով, ձեր հայրենիքի, ձեր պետականության, ձեր ինքնության կողքին եք և կեցեք դուք։ Այս տեսակը մեր երկրում չի պարտվելու։ Սիրելի հայրենակիցներ, ընդամենը մեկ շաբաթ հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ մարդը որոշելու է իր ճակատագիրը։ Հայ մարդու և մեր պետականության ճակատագիրը չի որոշվում ոչ Բրյուսելում, ոչ Մոսկվայում, ոչ Վաշինգտոնում, ոչ էլ մեկ այլ մայրաքաղաքում։ Մեր պետականության ճակատագիրը հայ մարդու ձեզանից յուրաքանչյուրի ձեռքում է և որոշվում է Երևանում ու Հայաստանում, ու մենք տեր ենք մեր ճակատագրի։ Սիրելի հայրենակիցներ, նախ խոսքս ուղղում եմ մեր այն հայրենակիցներին, ում դեռ մինչև հիմա մենք չենք կարողացել համոզել, բացատրել և ներկայացնել, թե ով է Նիկոլ Փաշինյանը և ՔՊ։ Խոսքս ուղղում եմ մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռ մտադրություն ունեն այս չարիքի իշխանությանը քվեարկելու։ Սիրելի հայրենակից, դու ընտրելով Նիկոլ Փաշինյանին օգնում ես նրան, որպեսզի նա Հայաստանից Ադրբեջանին հանձնի նոր տարածքներ։ Քվեարկելով Նիկոլին դու դառնում ես մասնակից նրա հարձակմանը և պղծմանը հայ առաքելական եկեղեցու։ Քվեարկելով Նիկոլին դու օժանդակում ես նրան և Ալիևին, որպեսզի 300,000 ադրբեջանցիներ բնակեցնեն Հայաստանում։ Քվեարկելով Նիկոլին դու օգնում ես, որ այս երկրում լինի մեկ անձի իշխանություն։ Քվեարկելով այդ չարիքին դու սպառնալիքը չեզոքացնելու փոխարեն ստեղծում ես նոր սպառնալիք, որպեսզի մեր ժողովրդին տանեք նոր փորձության։ Քվեարկելով Նիկոլ Փաշինյանին դու օգնում ես, որպեսզի մեր երկրում ծաղկի և տարածվի թմրամոլությունը և խաղամոլությունը։ Սիրելի հայրենակից, քվեարկելով Նիկոլին դու քվեարկում ես Ալիևի համբալին, որը խնդիր ունի հայ ժողովրդի հետ։ Հետևաբար պետք է մերժել Նիկոլին և ՔՊ-ին։ Բայց դու, սիրելի հայրենակից, ունես հնարավորություն, ունես այլընտրանք, մեր երկրին կայունություն բերելու, խաղաղություն բերելու, համերաշխություն բերելու և այդ այլընտրանքը Հայաստան դաշինքն է։ Քվեարկելով համար 17-ին Հայաստան դաշինքին դու կանգնում ես և պաշտպանում ես քո երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Քվեարկելով Հայաստան դաշինքին դու կանգնում ես հայ առաքելական եկեղեցու կողքը և պաշտպանում ես քո ինքնությունը։ Քվեարկելով Հայաստան դաշինքին
դու արմատախիլ ես անում թմրամոլությունը, հանցագործությունը, խաղամոլությունը և մերժում ես արատավոր բարկերը։ Քվեարկելով Հայաստան դաշինքին, սիրելի հայրենակից, դու քո զավակների համար ապահովում ես անվճար և որակյալ կրթություն, իսկ տարեցների համար ապահով ծերություն։ Եվ վերջապես, սիրելի հայրենակից, քվեարկելով Հայաստան դաշինքին, դու մասնակից ես դառնում և մասնակցում ես անվտանգ և մրցունակ Հայաստանի կերտմանը։ Ու ամենակարևորը, սիրելի հայրենակից, քվեարկելով Հայաստան դաշինքին, դու վերականգնում ես քո արժանապատվությունը, տեր ես կանգնում քո իրավունքներին, մերժում ես սրանց պարտադրված պարտությունը և գնում ես քո հաղթանակների ու երազանքների հետևից։ Քվեարկելով Հայաստան դաշինքին, նոր արշալույս ես բացում հայ ժողովրդի համար։ Եվ ևս մի քանի հարցի արձագանքեմ կարճ։ Նախ, խոսքս ուղղում եմ պետական աշխատողներին, ուժային կառույցներում ծառայող մեր հայրենակիցներին։ Անընդհատ ձեզ ասում եմ, որ իշխանափոխությունից հետո ձեզ աշխատանքից ազատելու եմ։ Սուտ են ասում, իշխանափոխությունից հետո դուք ոչ միայն աշխատելու եք, նրանք ովքեր պրոֆեսիոնալ են, իրենց աշխատանքի գիտակ են, այլ առաջխաղացում եք ունենալու և ապրելու եք արժանապատիվ երկրում։ Դուք այլևս չեք ծառայելու Ալիևի համբալին, ծառայելու եք Հայաստանի Հանրապետությանը։ Խոսքս ուղղում եմ երիտասարդությանը։ Սիրելի երիտասարդներ, ձեր տարեկիցները իրենց կյանքի գնով, անձնազոհությամբ պաշտպանել են մեր հայրենիքը և երկրի սահմանները։ Այսօր դուք այս իրավիճակում ընդամենը ձեր մեկ ձայնով, մեկ ճիշտ ընտրությամբ կարող եք պաշտպանել ձեր հայրենիքի սահմանները, մասնակցեք ընտրությանը և նաև քվեարկեք հայրենիքի համար կյանքը տված մեր հերոս տղերքի համար։ Ժողովուրդ ջան, շատ են խոսում մեր թիմի իշխանության տարիներ եղած խնդիրների և հարցերի մասին։ Մենք այն քաղաքական թիմն ենք, որ երբեք չենք խուսափել նաև մեր կառավարման տարիներին տեղի ունեցած բացթողումների, սխալների և հարցերի մասին։ Մենք ասում ենք, մեր կառավարման տարիներին տեղի են ունեցել անչափելի հաջողություններ և ձեռքբերումներ։ Նաև այդ տարիներին եղել են սխալներ ու բացթողումներ։ Մենք գալիս ենք այդ սխալներն ու թերությունները բացառելու, իսկ հաղթանակներն ու ձեռքբերումները կրկնապատկելու։ Եվ վերջում, սիրելիներս, հունիսի 7-ը պարզապես քվեարկության օր չէ, հունիսի 7-ը իշխանափոխության օր է, հունիսի 7-ը Նիկոլին վռնդելու օր է, հունիսի 7-ը ՔՊ-ին պատմության աղբանոց նետելու օր է։ Դե ուրեմն, հունիսի 7-ին համար